Մոտ 3 ամիս առաջ մենք խոսեցինք որդեգրության մասին։ Պողոսը Եփեսացիների առաջի գլխում ասում է, որ Աստված մեզ որդեգրել է ու այդ որդեգրությունը Աստծո հաճությամբ է։ Քրիստոսի մեջ մենք նախասահմանված ենք լինել որդիներ։ Քրիստոսի մեջ մենք որդեգիր զավակներ ենք։ Աստծո մեջ Հիսուսով Աստծուն որդեգրվածներ ենք։ Ու Պողոսը ասում է, որ դա Աստծո հաճությունն է, Աստծուն հաճելի է, Աստծո վայելքն է ինձ ու քեզ որդեգրելը։ Ու որպես որդի արդեն մենք ենք պատասխանատու այդ որդիության մեջ աճելու առումով։ Ինչքան որ մենք ուզենանք հասունանալ, ինչքան որ մենք ուզենանք աճել, ինչքանով որ մենք ուզենանք ձգտենք, համաձայնվենք լինելու այդ սիրելի որդիները։ Ու մենք Մովսեսի օրինակով նայեցինք, որ ինքը անցավ որդեգրության 3 փուլ։ Առաջի փուլը այդ փարավոնի աղջկա կամ նույնը փարավոնի կողմից որդեգրվելն էր, որը տևեց 40 տարի ու դա նրա հաստատվելու, կայանալու, ձևավորվելու տարիներն էին, երբ որ տարբեր աշխարհայացներ Մովսեսի մեջ բախվում էին ու այդ ընթացքում ինքը կայանում էր որպես մարդ։ Սա այն տարիներն է, որ ամեն ինչ կլանելու տարիներն է, երբ որ կլանում ես, լցվում ես, հասկանում ես։ Այս փուլի վերջում Մովսեսը ձախողվեց, որովհետև չկարողացավ իրականացնել այն առաքելությունը, որի համար Տերը հավատում էր իրեն կանչել է։ Երկրորդ փուլը մեր որդեգրության, ու ոնց որ Մովսեսի օրինակով տեսանք, դա Հոթորի նրա աներոջ կողմից որդեգրությունն էր։ Այդ են նրա նստակյացության հարմարվելու, քիթել որևէ տեղ չխոթելու, հանգիստ, այն որ ասում է իմ համար դինջ լրված էի, այդ տարիներն էր, որի ընթացքում ինչ-որ հատուկ բաներ տեղի չի ունենում, ոչ Մովսեսի կյանքում և ըստ էության իմ ու քո կյանքում, բայց այդ ամբողջ ընթացքում Մովսեսը Աստծո հովանու ներքո էր։ Ու երրորդ փուլը, երբ որ Աստված արդեն որդեգրեց Մովսեսին, դա նրա վերջնական, նրա անբեկանելի իմաստալից որդեգրությունն էր։ Ու այս անգամ ի տարբերություն մարդկանց Աստված որդեգրեց Մովսեսին, իրեն կանչեց որպես իր զավակ ու ասեց իմ առջև պիտի ոտաբոբիկ լինես, հանիր կոշիկներդ ոտքերից հետ, որովհետև այսուհետ Մովսեսի կյանքում միշտ լինելու էր Աստծո ներկայությունը։ Մովսեսը կանչվեց, ընտրվեց և ուղարկվեց Աստծո կամք ու ծրագիրը Իսրայելի համար իրականացնելու գործին։ Մենք նաև խոսեցինք այն մասին, որ ոտքեր հանելը հրեական կենցաղում նշանակում էր հողի սեփականությունը, երբ որ այդ հողը գնվում էր, արդեն հողի նոր տիրոջը փոխանցելն էր։ Հողը մարդու ապրուստն էր այն ժամանակ ու կարծես խորհրդանշական կերպով դա նշանակում էր, որ արդեն այս հողը գնողը կարող է քայլել այդ հողի վրայով։ Հող վաճառողը, երբ որ իր կոշիկը հանում էր ու տալիս էր հողի նոր գնորդին, ինքը կարծես սիմվոլիկ կերպով ասում էր, որ այլևս քոնն է, որովհետև ես այլևս չեմ քայլելու այս հողի վրայով, արդեն քեզ եմ տալիս այդ քայլելու իրավունքը։ Մեր կյանքի հողերի վրա քայլելու իրավունքը մենք հոժարակամ տվել ենք Աստծուն։ Ու հիմա նա է տնօրինում մեր կյանքը։ Դա էր Մովսեսի լսած ու հասկացածը, երբ մորեն մոտ Տերը նրան ասաց, որ հանիր քո կոշիկները, որովհետև այն տեղը, որտեղ դու կանգնած ես, սուրբ է։ Սուրբ էր ոչ թե որ հատուկ տեղ էր, այլ որովհետև Աստված էր այնտեղ ներկա։ Ու մեր ողջ կյանքը այդ իմաստով սուրբ է, որովհետև Աստված է ներկա մեր կյանքում։ Բայց Մովսեսը միակ մարդը չէր, ում այդպես հստակ ու ուղիղ ասվեց, ում նույն հրամանը տվեց, որ կոշիկները հանի։ Նրանք, ովքեր ծանոթ են Աստվածաշնչին, կհիշեն, որ մյուս մարդը, ում հստակ այդ բանը ասվեց, որ կոշիկները հանի, դա Հեսուն էր։ Ու այդ մասին կարդում ենք Հեսուի 5-րդ գլխում։ Ուստեղ, ինչպես Մովսեսի պարագայում խոսեցինք, ամեն ինչ կատարվում էր այդ բնական ու գերբնական տիրույթում, սովորական, անսովոր, կարծես ստվերի ու անպիտակ։ Ու մենք խոսել ենք այս մասին, որ Աստված այդպես է գործում, կարծես առաջի հայացքից սովորական երևույթ կամ անձ ենք տեսնում, բայց երբ որ Աստված
հպվում է կամ օգտագործում է այդ անձին կամ երևույթին, դա դառնում է գերբնական։ Ոստեղ էլ, ինչպես Մովսեսի պարագայում էր, Մովսեսի պատմությունը հենց Մովսեսի ու Իսրայելի կյանքում շատ որոշիչ դեր խաղաց, այնպես էլ Հեսուի 5-րդ գլխի պատմությունը, թե Հեսուի, թե ամբողջ Իսրայելի կյանքում որոշիչ դեր խաղաց։ Հիմա ես ուզում եմ մի հատ մեծ հատված կարդալ Հեսուի 5-րդ գլխից, առաջի խոսքից մինչև 15-ը։ Եվ եղավ, որ ամորացիների բոլոր թագավորները, որ Հորդանանի այս կողմում, արևմուտքում էին բնակվում, ու քանանացիների բոլոր թագավորները, որոնք Ծովեզրի մոտ էին, երբ լսեցին, թե Տերն Իսրայելի որդիների առջև ցամաքեցրել է Հորդանանի ջրերը, մինչև նրանց անցնելը, թագավորների սիրտը հալվեց, ու Իսրայելի որդիների պատճառով նրանց մեջ հոգի չմնաց։ Այնժամ Տերը Հեսուին ասաց. «Քեզ համար գայլախազից սուր դանակներ շինիր եւ նորից թլփատիր Իսրայելի որդիներին»։ Հեսուն իր համար դանակներ պատրաստեց եւ անթլփատության բլրի մոտ թլփատեց Իսրայելի որդիներին։ Եվ այս է պատճառը, որ Հեսուն թլփատեց նրանց։ Եգիպտոսից դուրս եկած ժողովրդի բոլոր արուները, բոլոր պատերազմող մարդիկ Եգիպտոսից ելնելուց հետո անապատում ճանապարհին մեռան։ Արդ այդ ամբողջ ժողովուրդը, որ դուրս էր եկել Եգիպտոսից, թլփատված էր, բայց անապատում ճանապարհին ծնվածները թլփատված չէին։ Քանի որ Իսրայելի որդիները 40 տարի անապատում շրջեցին, մինչև որ բոլոր մարդիկ, որ պատերազմի մարդիկ էին, սպառվեցին, որովհետև Տիրոջ ձայնին չհնազանդվեցին, նրանց Տերը երդվել էր, որ ցույց չի տա այն երկիրը, որ Տերը նրանց հայրերին երդվել էր մեզ տալ, այն երկիրը, ուր կաթ ու մեղր է բխում։ Եվ նրանց զավակները, որոնց նա բարձրացրեց նրանց փոխարեն, Հեսուն նրանց թլփատեց, քանի որ անթլփատ էին, որովհետև ճանապարհին նրանց չէին թլփատել։ Եվ ամբողջ ժողովրդի թլփատելը վերջացավ, բանակում իրենց տեղում մնացին, մինչև ապաքինվեցին։ Այն ժամանակ Տերը Հեսուին ասաց. «Այսօր Եգիպտոսի նախատինքը վերացրի ձեր վրայից»։ Ուստի այն տեղի անունը մինչև այսօր Գաղգաղա է կոչված։ Իսրայելի որդիները բանակեցին Գաղգաղայում ու ամսվա 14-րդ օրը Իրիկնադեմին Երիքովի դաշտերի մեջ զատիկ կատարեցին։ Զատիկի հաջորդ օրը կերան այն երկրի 5 օրենից, նույն օրը բաղարջ ու աղանց կերան։ Հետևյալ օրը, երբ կերան այն երկրի 5 օրենից, մանանան դադարեց։ Դրանից հետո Իսրայելի որդիները այլևս մանանա չստացան, այլ այն տարի կերան Քանանի երկրի պտղից։ Եվ եղավ, երբ Հեսուն Երիքովի մոտ էր, աչքերը բարձրացնելով, տեսավ, որ ահա իր դեմ մի մարդ է կանգնած, որի ձեռքին մերկ սուր կա։ Եւ Հեսուն նրան մոտենալով ասաց. «Մեզանից ես, թե մեր թշնամիներից»։ Եվ նա ասաց. «Ոչ, այլ որպես Տիրոջ զորքերի զորապետն եմ հիմա եկել»։ Հեսուն երեսնի վայր ընկավ գետնին, երկրպագեց նրան ու ասաց. «Իմ տերն ինչ է հրամայում իր ծառային»։ Տիրոջ զորապետն ասաց Հեսուին. «Ոտներիցդ հանիր կոշիկներդ, քանի որ քո կանգնած տեղը սուրբ է»։ Եվ Հեսուն այդպես արեց։ Ինչ էր եղել այս դեպքերից առաջ։ Իսրայելն անցրել Հորդանան գետը, մտել էր այն երկիրը, որտեղ պետք է մտած լիներ 40 դեռ տարի առաջ, ինչպես որ Աստված խոստացել էր, բայց ժողովրդի անհավատության պատճառով չմտան։ Ու դրա փոխարեն տասնյակ տարիներ անապատում թափառեցին։ Հեսուն այս բոլոր դրամատիկ դեպքերի մասնակից ու ականատեսն էր, ու հենց նրա ներկայությամբ էր, որ ժողովուրդը անհավատություն ցուցաբերեց ու հրաժարվեց գնալ ու գրավել Քանանը։ Այդ դեպքերը Հեսուն շատ լավ հիշում էր։ Նրա հասակակիցներից, որոնք իր հետ դուրս էին եկել Եգիպտոսից, մի հոգի էր մնացել, Քաղեբը, որ իր հետ գնացել էր այդ երկիրը լրտեսելու ու լավ լուրեր բերել իր նմանի, տարբերություն են մնացած 10-ի։ Ու ի տարբերություն Քաղեբի, հիմա Հեսուի վրա էր ծանրացած Իսրայելին Աստծո խոստման մեջ տանել, հասցնելու առաքելությունը։ Հիմա նա, որպես առաջնորդ, Աստծո կողմից դրված ու հաստատված էր, ինքը կանգնած էր այն հողի վրա, այն երկրի սկզբին, որ Աստված խոստացել էր իրենց մտցնել,
Ու այս անգամ Աստված գործում էր Հեսուի միջոցով, որպես միջնորդ։ Աստված միշտ գործել է միջնորդի միջոցով։ Եգիպտոսից հանելու համար միջնորդը Մովսեսն էր։ Հեսուին Տեր ընտրեց որպես միջնորդ արդեն Քանան մտցնելու համար։ Ու եթե պիտի Աստծո ծրագիրը իրականանա, ժողովուրդը պիտի հետևեր հենց այդ միջնորդին։ Բոլորիս ծանոթ այն զգացումը, երբ որ մեր վրա դրվում է ինչ-որ պատասխանատվություն, երբ որ պետք է ինչ-որ բան անես, ինչ-որ բանի մեջ լինես, ու որից կախված է արդեն մյուս գործերի հաջողությունը կամ ձախողումը, այլ մարդկանց ապագան, այլ մարդկանց բարեկեցությունը, այլ մարդկանց կյանքը։ Հովնան մարգարեն նման պատասխանատվությանը չդիմացավ, փախավ։ Ի վերջո ինքը կատարեց այն ինչ որ իրեն ասվել էր կատարելու, բայց ամենասկզբից ինքը չմտավ, այդ լարման, այդ ճնշմանը չդիմացավ։ Պետրոսը երկրորդ շանսից նոր հաղթահարեց այդ լարվածությունը, այդ ճնշումը։ Գեթսեմանիում Հիսուսը կրեց այդ ծանրությունը ու հաղթեց։ Ու հիմա Հեսուի վրա էր դրված այդ մեծ պատասխանատվությունը։ Ինքը գիտեր, որ դժվար է լինելու, բայց դժվար է լինելու ոչ թե Աստծո կամ իր առումով, այլ Իսրայելի պատճառով, որովհետև ինքը 40 տարի ականաստես էր եղել, թե Իսրայելը ոնց է արձագանքում Աստծո ասածներին, ոնց է արձագանքում Մովսեսի առաջնորդությանը։ Ու երևի այդ ողջ 40 տարիների ընթացքում ինքը մտածում էր, այ մարդ, հանգարց որ ես Մովսեսը չլինի, տեսնես ով է ժողովրդի կապրիզները ու քմաճիկները տանելու, պարզվեց, որ այդ ինքն է։ Ու նրանք նոր էին մտել Քանանի երկիր, փառավոր կերպով անցել էին Հորդանանը, որ բացել էր Տերը, ու իրանք չոր, ոնց որ Կարմիր ծովը անցավ, իրանք չոր գետի հունով անցել էին, ու եկել էին ու դեմ էին առել մի հսկայական, մի մեծ, մի անպատկերացնելի արգելքի, ու դա Երիքով քաղաքն էր։ Երիքովը համարվում է աշխարհի ամենահին բնակավայրերից մեկը, եթե ոչ ամենահինը։ Ու իսրայելացիք առաջի անգամ էին նման բան տեսնում, դա մի հատ քաղաք ամրոց էր, նման երևույթ իրանք չէին տեսել, նման շինություններ, նման պարիսպներ, նման բարձրություն, նման ամրություն, իրանք չէին տեսել։ Հեսուի ուղարկած լրտեսները այո լուր էին բերել, որ գիտեք ժողովուրդը վախենում է եւ այլն, բայց դա դեռ Իսրայելին ոչինչ չէր տալիս։ Որովհետեւ երբ որ զորքը փորձում է որևէ երկիր գրավել, ինքը չի կարող գլխավոր քաղաքները շրջանցել ու առաջ գնալ, ինքը պետք է այդ գլխավոր քաղաքները գրավելով գնա այլապես այդ քաղաքը, եթե մնար իրանց հետևում, որտեղ կար զորք, որտեղ կար պաշար, որտեղ կային մարդիկ, իրենց թիկունքից իրենց միշտ խնդիրներ ու դժվարություններ էին առաջացնելու։ Ու Հեսուն արդեն ստեղ երկու հիմնավոր անհանգստություն ուներ։ Դրանց մասին անուղղակի խոսվում է մեր կարդացած տեքստում։ Ինչի համար էր Հեսուն անհանգստանում։ Երկրորդ խոսքում 5-րդ գլուխը որ սկսում է, անմիջապես Տերը Հեսուին ասում է, որ թլփատի են տղամարդկանց, հասուն միջին տարիքի տղամարդկանց։ Քանի հոգի էին այդ հասուն միջին տարիքի տղամարդիկ։ 4-րդ գլխում կարդում ենք, որ Տիրոջ առջև կռվելու պատրաստ Իսրայելում կանգնեցին 40,000 զինված մարդիկ։ Առնվազն Իսրայելի բանակը այդքան էր, եթե ոչ ավելին։ Դա մեծ քանակություն էր, ու իրանք պետքա թլփատվեին։ Պիտի թլփատվեին, իրանք թլփատեց Հեսուն, ու գրված է 8-րդ խոսքում, որ իրանք պետքա վերականգնվեին։ Ինչ շտապելու բան կար այս թլփատության հարցում, որ 5-րդ գլխի հենց ամենասկզբում Տերը ասում է, քեզ դանակներ շինիր ու գնա այն սերնդին, որ ծնվել է անապատում, որ թլփատված չի, անմիջապես իրանց թլփատիր։ Ինչն էր այդքան անհետաձգելի։ Լավ, ինչու Տերը չսպասեց, որ գոնե այս մեծ քաղաքը գրավեին, նոր Հեսուն սկսեր թլփատել այդ ժողովրդին։ Ինչու այդ ձև շտապեց Տերը։
Աստված այս անհասկանալի ու անտրամաբանական հրամանով մի կարևոր բան հուշեց Հեսուին. իմ հետ ձեր հարաբերություններում ամեն ինչ կարևոր է։ Լինի դա մանրուք, թե լինի դա մի մեծ պատվիրան։ Ինչի մասին է այստեղ խոսքը։ Ես ուզում եմ Ելից 4-րդ գլխից մի քանի համար կարդալ։ Մենք այս մասին խոսել ենք, երբ որ խոսում ենք Հոթորի կողմից որդեգրման մասին։ Գրված է, որ Հոթորի տնից հեռանալուց հետո Մովսեսը առավ իր կնոջ ու որդիներին ու նրանց նստեցրեց էշի վրա ու վերադարձավ Եգիպտոսի երկիր ու Մովսեսն Աստծո գավազանը ձեռքը առավ։ Եվ ճանապարհին մի էջևանում այնպես եղավ, որ Տերը նրան հանդիպեց ու ուզեց նրան սպանել։ Բայց Սեփորան մի սուր քարվեստներով թլփատեց իր որդու անթլփատությունը, գցեց նրա ոտքերի առաջ ու ասաց. «Հիրավի դու ինձ համար մի արյունոտ ամուսին ես»։ Այսպես նա թույլ տվեց նրան գնալ, այն ժամանակ ասաց. «Թլփատության պատճառով արյունոտ ամուսին ես դու»։ Մովսեսի որդին Գերսամը կամ եգիպտական, այսինքն հեթանոսական ձևով էր թլփատված, կամ ընդհանրապես թլփատված չէր։ Երևի Մովսեսը գլխի հետև էր գցել այդ գործը, այսօր եկուց կանեմ, չէ՞, ոնց որ տղամարդը խոստանման նորոգել տան վարդակները, սովետական հայերենով շտեպցելները, ու այդպես էլ օդի մեջ էր մնացել Մովսեսի որդու թլփատության հարցը։ Բայց Աստծո համար այդ հարցը կարևոր էր։ Ու գիշերով նա հայտնվեց ու այդ լրջությունը ցույց տվեց Մովսեսին։ Մովսեսին ու որդուն փրկեց կինը Սեփորան, որ թլփատեց երեխային ու Աստված կարծես հեռացավ իրենցից, թողեց իրենց։ Աստծո կանչած ու ուղարկած Մովսեսը գնում էր Աստծո առաքելություն, Աստծո գործը անելու, բայց իր անմիջական շրջապատում, հենց իր կյանքի մեջ, իր Տիրոջ հետ հարաբերությունների մեջ ինքը բացթողում ուներ։ Նա Աստծո մանրուքներից մեկը կամ ինքն էր համարել մանրուք, ոնց որ մենք ենք շատ բաներ մանրուք համարում, անտեսել էր, հարմար լինի կանեմ, երբ հարվեստ ունենամ կանեմ։ Բնական Աստված չէր սպանելու Մովսեսին դրա համար, բայց շատ խիստ ձևով ցույց տվեց, որ պետք է իր հետ լուրջ լինել, պետք է իր հետ հետևողական լինել ու պետք է իր հետ հստակ լինել։ Մենք հաճախ մեզ պահում ենք լկստված երեխեքի նման ու ապավինում ենք Աստծո սիրուն։ Այո, Աստծո սիրու տեղը կա, շատ կա, ոնց որ մենք ենք մեր երեխեքին հաճախ երես տալիս, բայց չպետք է մոռանանք, որ մենք գործ ունենք երկնքի ու երկրի արարիչ Աստծո հետ։ Այն Աստծո հետ, որ այս արարչագործությունը պահում է, որ մի վայրկյան թողնի այս ամեն ինչ կվերանա։ Այն Աստծո հետ, ով խիստ մեծ, զորավոր, սուրբ ու կատարյալ է։ Ում ոչ մի խոսք չկատարված, չիրականացված չի մնալու, նույնիսկ մի տառ, մի ստորակետ չի լինելու, որ չկատարվի։ Անցած Կիրակի ծառայությունից հետո քուրերից մեկը մոտեցավ ինձ ու մարգարեական խոսքով կիսվեց, որ Տերը նրան այդ առավոտյան էր, դեռ քարոզից առաջ էր փոխանցել, ու Տերն ասել էր, որ իր եկեղեցին կորցրել է Աստծո պատկառանքը, ու իր եկեղեցին այլևս չի ապրում առաջի սիրո թրթիռը։ Եթե հիշում եք անցած անգամվա խոսքը, շեշտը հենց դրա վրա էր, մեր հնազանդվելու, մեր ակնածելու, մեր Աստծուն հարգելու։ Աստծո իրողության մեջ ամեն բան ունի իր տեղը ու իր դերը, ոչինչ իզուր կամ անտեղի չի այնտեղ։ Ամեն մի փոքր կետ կամ դետալ ունի իր նշանակությունը, ոնց որ Հիսուսն էր ասում, որ օրենքից ոչ մի կետադրական նշան չի լինելու, որ կորի։ Երբ Հիսուսը գնաց, որ Հովհաննեսը իրեն մկրտի Հորդանանում, Հովհաննեսը զարմացավ, ասաց ես պիտի քեզնից մկրտվեմ, ինչ ես եկել, որ ես քեզ մկրտվեմ։ Հիսուսը ինչ պատասխանեց, ասաց հիմա թույլ տուր, որովհետև հարկ է մեզ այսպես կատարել ամբողջ արդարությունը։ Եղածը մի բան չէր ու իրոք Հիսուսը պիտի մկրտեր Հովհաննեսին, բայց Հովհաննեսը ուղարկել էր, որ այդ մկրտության միջոցով ինքը հայտներ Հիսուսին աշխարհին ու դա տենց պետք է արվեր, այդպես պետք է արվեր։
Ու եթե տենց պետք է արվեր, ուրեմն պետք է արվեր առանց շեղվելու։ Դրա համար Հիսուսն ասում էր, որ պետք է անենք այն ձև, ոնց որ որոշվել է։ 138 Սաղմոսում գրված է, որ Աստված իր անունից, ինքն իր անունից իր խոսքը ավելի վեր է դնում, ավելի վեր է դասում։ Անունը դա համբավն է, անունը դա այն է, որով քեզ ճանաչում են, որով քեզ ընդունում են, որով քեզ գիտեն։ Ու Տերն ասում է, որ իր խոսքը իր անունից էլ բարձր է։ Ու այս պարագայում Իսրայելի ու Աստծո հարաբերությունը այդ խոսքով էր ամրագրված։ Այն նուխտը, այն որ Տերը ասել էր Աբրահամին, թե ոնց պիտի լինի, ինչ ուխտի նշան իր ժողովուրդը պիտի կրի իր վրա, երբ պիտի կրի։ Ու Աստծո հետ ուխտի բոլոր պայմանները, ինչքան էլ անիրականանալի, ինչքան էլ անհասկանալի, բայց պիտի կատարվեին։ Ու Մովսեսը գիտեր, Հեսուն գիտեր Մովսեսի այդ պատմությունը, ու ինքը դաս էր առել այդ պատմությունից։ Ու Աստծո գործը, նախքան այդ գործը սկսելը, այո, Աստծո ցուցումով, բայց Հեսուն թլփատեց անապատում ծնված տղամարդկանց։ Մովսեսը դրան ուշադրություն չդարձրեց, բայց Հեսուն այդ դասը առած, հասկացավ, որ ինքը չի կարող նման բացթողում թույլ տալ։ Նա գործ ուներ մի ամբողջ ժողովրդի հետ։ Դրա համար նա կատարեց այդ ուխտի նշանը մարդկանց վրա դնելու գործը։ Իրականում եթե Հեսուին մնար ու ցանկացած մեկից մնար Հեսուի պարագայում, ապա շատ հնարավոր է, որ ինքը զորքին թլփատեր այն ժամանակ, երբ որ ամբողջ երկիրը արդեն գրաված, ավարտած կլինեին։ Դա ճիշտ ու տրամաբանական էր։ Աստծո ասածը շատ ռիսկային էր, ու ոչ ոք խելքը գլխին մարդ նման ռիսկի չէր գնա, բայց Հեսուն գնաց մեծ հսկայական ու մարդկային տեսանկյունից անարդարացի ռիսկի։ Ոչ մեկ իսրայելիետ չէր անի այն, ինչ որ Հեսուն արեց այդ իրավիճակում։ Իրանց հետևում արդեն արգելք էր, Հորդանան գետներ, իրանք եթե հանգարց ինչ-որ բան լիներ, չէին կարող հետ փախչել Հորդանան գետով։ Իրանց դիմացը Երիքովն էր, որտեղ ամուր, պարսպապատ պատերի հետևում մեծ զորք կար։ Ու այդ պայմաններում, երբ որ դու եկել ես օտարի հող, իրենց հողը գրավելու, ամեն վարկյան, երբ որ քեզ վրա կարող էին հարձակվել, դու բռնում ես ամբողջ զորքին, դարձնում ես անմարտունակ, չկռվող։ Առնվազն մի շաբաթ կամ 10 օր պետք էր, որ այդ վերքերից, այդ թլփատության այդ տղամարդիկ լավանային ու գոնե կարողանային քայլել։ Պատկերացնում եք 40,000 տղամարդ այդ անապատային 4 տափաստանային պայմաններում ցավի մեջ պարկած 40,000 տղամարդ, որ չեն կարող քայլել։ Գահանե ջան, մեր երեբունին քանի մահճակալ ունի։ 650։ Ով է մաթեմատիկայից լավ, 40,000-ը 650-ի բաժանած ինչ անում։ Մի 6 երեբունի առնվազն, 60 երեբունի, պատկերացնում եք այդ քանակը, կամ այդ տեսարանը, 40,000 կռվելու ունակ տղամարդ վերքերի մեջ։ Սա Հեսուի առաջին ու մեծ մտահոգություններ, անվտանգությունը։ Բա որ հարձակվեն, ասենք թե զանգը տարա, բա որ կատուն գա ինձ վրա, ռեալ էր, չէ, ռեալ վտանգ էր, շատ իրական։ Հեսուն, ոնց որ Տերը իննադու աներ էլի Հեսուին, Հեսուն զինվորական մարդ էր, ինքը շատ լավ գիտեր, զինվորական գործը ու գիտեր, եթե թշնամուն մի փոքր առիթ տաս, մի սխալ անես, ինքը օգտագործելու է քո ցանկացած պակաս, ցանկացած բաց թողում, ցանկացած առիթ, որ հարձակվի, թուլություն, միայն թե դու դա տաս։ Ու հիմա հարձակվող զորքը հիվանդ պարկած էր, այս պաշարված զորքը դա տեսնում էր, ու դա մի հիանալի առիթ էր իրենց
համար հարձակվելու։ Ու Հեսուն սա շատ լավ գիտակցում էր։ Բայց ի տարբերություն Հեսուի ու ի տարբերություն Մովսեսի պարագայում մենք տեքստը կարդալով գիտենք, որ մորենու մեջ Աստված էր, Մովսեսը չգիտեր։ Նոր էլ մենք կարդացինք, որ մենք գիտենք մի բան, Աստված գիտեր մի բան, բայց Հեսուն ու Իսրայելը չգիտեին։ 5:1-ում Հեսուի գրված է, որ ամորացիների բոլոր թագավորները, որոնք Հորդանան գետի այս արևմտյան կողմում էին, քահանացիների բոլոր թագավորները, որ ծովեզերքի մոտ էին, նրանց սիրտը հալվել էր ու նրանց մեջ հոգի չէր մնացել։ Իսրայելը չգիտեր, Հեսուն չգիտեր, բայց Աստված գիտեր։ Լրտեսներն ասում էին, հա, Երիքովի բնակիչները վախեցած էին, բայց Հեսուն իրավիճակին այլ աչքով էր նայում։ Մինչդեռ արդեն Տերը ապահովել էր Հեսուի թիկունքը, Տերը փարատել էր Հեսուի մտահոգությունները, Տերը արդեն ապահովել էր, բայց Հեսուն չգիտեր այդ մասին, չգիտեր այդ ապահովության, այդ անվտանգության մասին։ Մտածելը, պատրաստվելը, պլանավորելը, չգիտեմ, պաշար հավաքելը, քայլեր ձեռնարկելը անհրաժեշտ է ու նորմալ է, բայց նաև պետք է վստահ լինենք, որ Հիսուսը իմ ու քո կյանքում արդեն ապահովել է, արդեն կանխատեսել է, արդեն նախատեսել է իրեն հայտնի, իրեն հարմար, իրեն փառավորող ձևերով ու միջոցներով, որոնց մասին մենք հնարավոր է մինչև վերջի պահն չիմանանք ու չհասկանանք։ Դրա համար կարևոր է, որ որևէ իրավիճակում ես ու դու չընկնենք Կիկոսի մահի ռեժիմի մեջ, այլ հավատանք, որ Տերը կապահովի, Տերը ապահովելու է։ Ոնց որ անցած անգամ Կարենը խոսեց այդ մասին, այն լեռան վրա, որտեղ Իսահակը զոհ մատուցվեր, զոհը արդեն Տերը պատրաստել էր, արդեն նախատեսած էր։ Դրա համար այդ լեռան անունը կոչվեց Յահվե Ռաֆա կամ Յահվե Իրե, Տերը ապահովում է կամ Տերը կապահովի։ Ինչ գիտես, թե Հիսուսը արդեն ինչ էր ու ինչպես է ապահովել իմ ու քո կյանքում։ Մենք դա չգիտենք, բայց Տերը արդեն գործել է ու արդեն ապահովել է։ 2014 թվականին իմ մեծ աղջիկը Էման ընդունվեց ամերիկյան համալսարան, որի վարձը այն ժամանակվա թվերով բավականին աստղաբաշխական էր, 1 միլիոն դրամ էր։ Բնական է, մենք դիմեցինք զեղչի համար, այնտեղ այդ հնարավորությունը կար, նկարագրեցինք մեր իրավիճակը, աղոթեցինք, սպասեցինք, պատասխանը եկավ, զեղչվեց 25%-ով, 750,000 դրամ։ Մեր համար էլի աստղաբաշխական ինչ-որ թիվ էր։ Մենք ոնց որ խնայել էինք դրա 10%-ը, ունենք 75,000 դրամ։ Դե բնական է, սպասում էինք, որ 75%-ով կզեղչվի, 250,000-ը մի ձև կտանք, բայց 25% զեղչվեց ու մենք պիտի վճարեինք 750,000 դրամ։ Դրանից առաջ ես մի հատ թարգմանություն էի արել, որ այդ ձև չեմ անում, շատ տեխնիկական թարգմանություն էր ու հաշվարկը ոչ թե ասենք էջերով էր կամ տառերի քանակով, որ թարգմանություններին սովորաբար լինում է, այլ ինչքան ժամանակ ես դու ծախսել այդ օրը, ասենք մարդիկ վստահում էին քեզ, դու չգիտեմ, ասում էիր, այս օրը, չգիտեմ, այս ժամից, այս ժամը, այն ժամից, այն ժամը ու դու ժամականակ էիր իրենց ասում։ Ես այդ գործը արել էի, հանձնել էի ու երկար ժամանակ լուրջ չկար այդ մարդկանցից, որովհետև անմիջապես իրենց հետ չէի շփվում, ինչ-որ միջնորդի միջոցով էր ու ասենց սպասում ենք արդեն ինչ կլինի, ոնց կլինի, արդեն մտածում ենք ում դիմել, չգիտեմ, վարկ եւ այլն ու աշխատավայրում նստած եմ, մեկ էլ այդ մարդը զանգում է ինձ ու ասում է, որ գիտես, քո գումարը շուտով կտան ու այդ գումարը կազմում է 675,000 դրամ։ Ճիշտ այնքան, ինչքան որ մեզ պակասում էր այդ վարձը տալու համար։ Քո իրավիճակը, քո կյանքը, որ կարող է դու ինքդ նայես ու ասես, ես ինչ վիճակում եմ, չգիտեմ, կամ մյուսները նայեն քեզ ու խղճան, մարդկային տեսանկյունից համարվի, որ դու դժբախտ ես, չգիտեմ, երեխա չունեմ, ես չունեմ, կողքից մեկը չունեմ, բայց եթե իսկապես հավատում վստահում ես Հիսուսին, ապա այդ ամենը իրականում հենց նրա ապահովումն է քո համար։
ինչի մեջ որ դու ես, դա իր ապահովումն է քեզ համար։ Ու ոնց որ Հեսուն չգիտեր, որ իր թշնամիների սիրտը դողում է, որ իրանց լեղին ջուր է դարել, որ իրանք վրա էլ հոգի չկա, մենք էլ շատ բաներ դեռ չգիտենք ու չենք հասկանում Աստծո ձևով։ Ու դրա համար, քանի որ Հեսուն չգիտեր այդ մասին, նրա թիվ 1 մտահոգությունը այդ անվտանգության հարցն էր։ Դա մի մտահոգություն էր, որի համար Հիսուսը արդեն հոգ էր տարել, թե այն ժամանակ, թե այսօր հոգատանում իմ ու քո համար։ Ու եւս մի բան կար, որը անհանգստացնում էր Հեսուին, ու դա էլ անվտանգության նման մի մեծ խնդիր էր, ու ոչ պակաս խնդիր, քան ֆիզիկական ապահովությունն էր։ Այս նույն գլխի 10-ից 12 համարներում կարդում ենք, որ Իսրայելը բանակատեղ հաստատեց Գաղգաղայում, զատիկ արեց ամսի 14-ին, զատիկի հետևյալ օրը այդ երկրի բերքից բաղարջ ու աղանց կերան ու կերան նույն օրը ու հաջորդ օրը գրված է, երբ որ այդ բերքից կերան, մանանան դադարեց։ Դրանից հետո Իսրայելի որդիների համար այլևս մանանա չկար, փարոսը փակվեց։ Ու գրված է, շատ կարևոր բան է գրված այդտեղ, ժողովուրդ, ասում է, այդ տարի նրանք կերան Քանանի երկրի արդյունքից։ Հեսուի երկրորդ անհանգստությունը դա սննդի ապահովումն էր։ Անապատում նման հարց չկար, մանանան գալիս էր, սնվում էին, բայց հիմա երբ որ մտան երկիր, մտնելու հաջորդ օրը մանանան դադարեց։ Ու նրանք Իսրայելը սկսեր ապրել իր համար շատ անծանոթ ձևով, իրանք պիտի հող մշակեին, անապատում էին եղել սաղ ժամանակ, իրանք հող մշակել չգիտեին, հող մշակեին, որ սնվեին, անապատում իրանք սննդի մասին երբեք չէին մտածել, Աստծո ժողովրդի համար սնունդ կար այնտեղ, որտեղ սնունդ երբեք չի լինում, անապատում, բայց Քանանում մանանան դադարեց ու զարմանալի է, որ խոսքը էս ասում, այդ տարի նրանք կերան Քանանի երկրի արդյունքից։ Աստված ապահովեց Իսրայելի սնունդը մի ամբողջ տարի։ Նորից հիշացնեմ, որ Հեսուն ու Իսրայելը չգիտեին այդ մասին, որ մի ամբողջ տարի երկրի բերքը իրեն հերիքելու է, որ Աստված արդեն ապահովել է մի տարվա չափով։ Ու հեղինակը, Հեսուի գրքի հեղինակը, ստեղ գրում է արդեն եղածի մասին, այն ինչը եղավ այս դեպքերից հետո, բայց այդ օրը, երբ որ ինքը նկարագրում էր այդ գործընթացը, այդ պահին սննդի ապահովումը Հեսուի երկրորդ ու ամենամեծ անհանգստությունն էր։ Տերը ապահովեց ու փարատեց Հեսուի այս երկու մեծ անհանգստությունները, անվտանգություն ու սնունդ, որը մեր կյանքի երկու մեծ կարևոր հարցերն են։ Ու այդ ապահովելուց հետո նոր գրված է, թե Հեսուն ում հանդիպեց։ Գրված է մի անծանոթի հանդիպեց, ու նորից այս հանդիպման մեջ տեսնում ենք գերբնական, բնական, սովորական, անսովոր այս խառնուրդը, այս միքսը։ Տեսավ ես մարդուն, բայց երևի զգաց, որ ինչ-որ մի գերբնական բան կա, Հեսուն մոտեցավ, արտաքինից սովորական մարդ է, բայց ձեռքին սուր կա, ինչու է ձեռքին սուր կանգնած, ու տեսնես, այդ ժամանակ ինչ էր անցնում Հեսուի մտքով, երևի աղոթում էր այդ Երիքովի դիմաց կանգնած այդ հսկա քաղաքի, երևի աղոթում էր, ասում էր, Տեր ինչ ես ուզում որ անեմ, Տեր ոնց եմ անելու, ոնց գրավեմ այս քաղաքը, չգիտեմ, այս ամուր քաղաքը, որի փորձը ես չունեմ։ Մինչև այս Երիքով կոչված մեծ խնդիրը անապատում իրանք խուժան ցեղերի հետ էին կռվել, իրանք կարող էին, այդ գիտեին, նրանք ոնց էին հարձակվում, իրանք ինչ էին անում, բայց այս մի թշնամին ուրիշ էր, ոնց որ սենց պաշտպանված, փակված, ամուր, ու երևի մտածում էր, որ այն անապատի ցեղերի աստվածները ուրիշ են, այս քաղաքի աստվածը երևի քաղաքային մի քիչ ավելի քոքված աստված է։ Հարց չկա, Աստված էլի հաղթելու էր, Յահվեն էլի հաղթելու էր, բայց ինքը ինչ պիտի աներ։ Իսրայելը ինչ պիտի աներ այս նոր տեսակի թշնամու դեմ կռվի։
մեջ, որ անծանոթ էր, չգիտեր, ինքը պիտի կռվեր, թե Մովսեսի նման իր ձեռքերը պիտի բարձր պահեին, ինքը աղոթեր, թե պիտի ողջ Իսրայելը, չգիտեմ, ծոմ պահեր, ինչ պիտի աներ։ Թե Տերը իրաց փոխարեն կգարեն Եգիպտոսի անդրանիկների նման սաղին կջարդեր, կասեր վсё, գնացեք։ Նման հարցերով Հեսուն գնում գալիս էր, մտածում էր երևի ու մեկ էլ տեսավ այդ մարդուն։ Ու անծանոթ էր ու հարցրեց ով է։ Օ, բարձվեց Տիրոջ զորավորն է, ու ինչ ասեց, ու ահա եկել եմ։ Հեսու ջան, կարևոր չի դու երկար ես աղոթել, կարճ ես աղոթել, կամ ընդհանրապես չես աղոթել, ահա եկա։ Ու Հեսուն լսեց ու հասկացավ, որ Տիրոջ պատգամաբերն է ու երկրպագեց նրան։ Ու այդ զորավարին Հեսուն հարց տվեց։ Կհիշեք Պողոսը ինչ հարց տվեց Աստծուն, երբ որ հանդիպեց Հիսուսին։ Պողոսը երկու հարց տվեց, այո, որը մեկից մյուսից բխած հարցեր էին։ Ասեց. Ով ես դու։ Ու երբ որ պատասխանը ստացավ Պողոսը, դրանից հետո հարցրեց, թե Տեր, ինչ ես ուզում, որ ես անեմ։ Նույնը Հեսուն հարցրեց, ասեց, ով ես։ Երբ որ պատասխանը ստացավ, ասեց, ինչ անեմ։ Ինչ պիտի անես, հանիր կոշիկներդ ոտքերիցդ։ Երբ որ Հեսուն այդ ծանոթ արտահայտությունը լսեց, որ Մովսեսը, որ երկուսով նստած, ասենք թե ինձ վստում խոսում էին, բա գիտես, դե չեմ ասում ուրիշ բան, բայց հասկացաք ինչ նկատի ունեի ինչ ինձ վստում, նստած իրար հետ խոսում էին, ել Մովսեսը բա ես ու այ, հեսա, պատմեմ, լսի տենց, ու պատմում է, որ ինքը շատ լավ գիտեր այդ պատմությունը, ու վստահ եմ, որ Մովսեսը նենց գունավոր էր այդ նկարագրել, որ Հեսուի մտքի մեջ այդ տպավորվել էր այդ, ու մեկ էլ վերջում ինչ ասի, Տերը ինձ լավ է, ասեց, ոտքերը թանի կոշիկներից, Հեսու այդ ինչ եղա։ Երբ որ Հեսուն դա լսեց, ինքը իմացավ, որ ինքն էլ ճիշտ Մովսեսի նման կանչվում է, իմացավ, որ Տերը իր հետ է լինելու, իր առաքելությունը մինչև վերջ կատարելու ընթացքում ու ինքը Աստծո հետ հաջողելու է, ոնց որ Մովսեսին հաջողվեց հանել ժողովրդին ու հասցնել Քանանի հենց դռանը։ Ու եթե Աստծո հետ մեր հանդիպումը, մեր քայլելը, մեր հարաբերությունները, եթե մեր որդիությունը չի բերում հասցնում այս երկու իրարից բխող հարցերին, որ մենք շարունակ տանք, ապա մենք մտածելու բան ունենք։ Ով ես դու ու ինչ ես ուզում, որ ես անեմ։ Տերը ապահովել է մեր կյանքը, մեր անհանգստությունները, մեր մտահոգությունները, ոնց որ Հեսուի դեպքում այդ առնվազն այդ հիմնային երկու կարիքները, անվտանգությունը ու սնունդը, ինչի նշանակում է, որ մեր կյանքի ամեն անհրաժեշտ բան Աստծո հոգացության ներքո է։ Բայց չի նշանակում, որ ինքը մեզ ուղղակի ապահովագրել է ու չգիտեմ, որ մենք չենք սովելու, մեր փուշը մեր մատը փուշ չի մտնելու կամ չգիտեմ, մեր այդ ինչ-որ խնդիրներ չեն լինելու, չէ։ Ինքը ավելին է արել։ Թե փառաբանությունը, թե Կարենի երազը, այն մասին էր, որ Տերը մեզ ավելին է տվել։ Հավիտենական կյանք, որտեղ մեր սնունդը, մեր ապրուստը, մեր ամեն ինչը լինելու է Աստծո ներկայությունը, այդ չգիտեմ, այդ էներգիան, այդ իրողությունը, որ մենք դրանով ենք սնվելու ու ապրելու։ Ու ոչ մեկի մտքում իրականում չի անցնում ու չի անցնելու։ Ու ոչ մեկս չենք կարող պատկերացնել իրականում, թե մեզ ինչա սպասվում այն պահին, ոնց որ Կարենը ասաց, որ սեղացը վերջանում է ու նորը, իսկականը սկսվում է։ Դա շատ ավելին է, քան թե մենք կարող ենք պատկերացնել, շատ ավելին է, քան թե այս մեր կյանքի կենցաղային իրողությունը, ինչքանն էլ դրանք հարմարավետ կամ անհարմար լինեն։ Ու Տերը մեզ թողել է, որ այս կյանքում մենք այս երկու հարցի համար անհանգստանանք։ Ով է ինքը ու ինչ է ուզում, որ մենք անենք։ Մեր կյանքի ամբողջ ընթացքում այս երկու հարցերը պիտի մեզ
անհանգստացնեն։ Ես ու դու պիտի այս երկու հարցերի հետևից ընկած լինենք, շարունակենք ճանաչել նրան, ու այդ ճանաչելով ապրենք իր համար ու կատարենք իր կամքը։ Արդյոք ես ու դու կանք այս երկու հարցերը փնտրողների շարքում։ Ինչ ենք անում, որ ճանաչենք Հիսուսին, ու երբ որ ճանաչում ենք կամ լսում ենք իրան, ինչ ենք անում, որ ապրենք իր համար, կատարենք իր կամքը։ Ստեղ մի հատ ոնց որ ասում եմ տոնկի պահ կա, որովհետև մարդու համար ավելի հաճելի ու նախընտրելի է ճանաչել Աստծուն, դա ավելի հետաքրքիր, ավելի գրավիչ է։ Երբ որ ճանաչում ես, երբ որ սովորում ես, երբ որ բացահայտում ես Տիրոջ զարմանալի անձը, զարմանալի գործերը, բայց երբ հարցը հասնում է ինչ ես ուզում, որ ես անեմին, այդ ժամանակ մեր խանդավառությունը մարում է, կորում է։ Ես ճանաչում եմ, որ Աստված ինձ ներել է։ Ոնց դու ուզում ես, որ ես էլ ներեմ։ Ես ճանաչում եմ, որ Աստված երկայնամիտ է։ Ոնց ուզում ես, որ ես էլ համբերեմ։ Ես ճանաչում եմ, ես գիտեմ, որ Աստված տվել է ինձ ամեն անհրաժեշտը, ոնց ուզում ես ես էլ տամ։ Ես ճանաչում եմ, գիտեմ, որ Աստված մոռացել է, ներել է իմ մեղքերը, ոնց ուզում ես ես էլ ուրիշների արածները մոռանամ, ոնց կլինի։ Ես գիտեմ, ճանաչում եմ, որ Հիսուսը եկեղեցու գլուխն է, բայց ուզում ես, որ ես էլ եկեղեցի գամ, հա, տասնյակ գամ, չգիտեմ, աղոթների գնամ։ Դու ես եկեղեցու գլուխ, այո, ես ճանաչում եմ, բայց դու լուրջ իսկապես ուզում ես, որ ես էլ պատկանեմ։ Չի լինի, որ չպատկանեմ, չի լինի, որ այդ մարմնի մաս չլինեմ, չի լինի, որ պետք է հա անպայման գնամ, չգիտեմ, այդ տասնյակ կոչվածը, աղոթքի կոչվածը, ծառայության կոչվածը, անպայման պիտի գամ կիրակի օրը այդ մարդկանց հետ նստեմ, երգեմ, չգիտեմ, տամ, կլինի չլինի այդ ամեն ինչը։ Հավես չկա, որովհետև ես քեզնից ավելի լավ գիտեմ։ Հնարավոր է մենք մեր ծնողներից, երեխեքից, մեր գոլեգաներից, շատ խելացի մարդկանցից շատ ավելին գիտենք, բայց Աստծուց ավելին չգիտենք։ Եկեք պատկերացնենք, ինչ կլիներ, եթե Հեսուն տալով ինչ է հրամայում Տերը իր ծառային հարցից հետո ոչինչ չաներ, ինքը չհաներ իր կոշիկները։ Ինչ անեմից հետո ոչինչ չաներ, ոչ մեկից չենք պատկերացնում նման իրավիճակ, չէր կարող տենց լիներ։ Բայց մենք հենց այդպես ենք վարվում հաճախ։ Գիտենք հոր կամքը, բայց չենք անում այդ կամքը։ Գիտեք Աստվածաշնչում բազում պատմություններ չեն գրվել, տեղ չեն գտել, որովհետև այդ պատմության հերոսները Պողոսի ու Հեսուի նման չեն արել այն, ինչ ասվել էր իրենց, որ անեն։ Իմ ու քո մասին Աստծո մոտ ինչ պատմություն է գրվելու։ Հովհաննեսն ասում է, որ Աստծո կամքը, Աստծո ուզածները, Աստծո ասածները, նրա պատվիրանները ասում է ծանր չեն։ Ու դրանից անմիջապես առաջ ասում է, որովհետև սա է Աստծո սերը, որ նրա պատվիրանները պահենք։ Ինչքան ենք մենք երգում Աստծո սիրո մասին, չէ՞ ինքը սիրում է մեզ, մենք սիրում ենք իրան, շատ ենք երգում։ Դրա համար եկեք պահենք նրա պատվիրանները, որ սիրելի աշակերտն ասում է ծանր չեն։ Ես ուզում եմ մի վկայությունով կիսվել ձեր հետ ու կաղոթենք։ Վերջերս մի եղբոր հետ էի խոսում, ինքը, չգիտեմ խի մի բան վկայեց, ասում է, մի օր կիրակի էր, միասնական ծառայություն էր լինելու, մի քանի եկեղեցիներով, ասի լավ էտ օրը լավ հավես չկա, գնամ ինչ անեմ, մեր եկեղեցին է, մի քանի եկեղեցի են, միասնական ծառայություն, տեսնես ինչ կլինի բան, ասում եմ, բա ինչու չուզեցար գնալ, չէ՞ որ եկեղեցի է, նա ասում է, դե ես իմ հավես չկար, հիմա ջահել 18 տարեկան տղա էի, բայց ասում է գնացի։ Ասում է գնացի ծառայությունը երևի նոր էր սկսել ու ասում է եկա ու հենց մտա այդ ծառայության վայրը, Աստծո ներկայությունը անենց իջավ իմ վրա, որ ես ընկնում էի ու դժվարությամբ, սենց
աթոռներից բռնվելով, եկա ասես նստեցի մի տեղ այդ ներկայության մեջ ու ատամները սենց պին սեղմեցի, որ այդ ներկայությունից չաղաղակեմ, չլացեմ, չգոռամ, չհեկեկամ։ Ոսմա այդպիսի մի ներկայություն իմ կյանքում գրեթե էլ չի կրկնվել։ Եթե ես ու դու չգանք եկեղեցի, չգնանք տասնյակ, չմասնակցենք աղոթաժողովներին, հավատացեք, ոչ մի բան էլ չի փոխվի։ Աստծո իմ քո հարաբերությունների հետ ոչ մի բան չի փոխվի, ինքը չի դադարի մեզ սիրել իր որդու չափ, ինքը հետ չի վերցնի մեր պարգևները, տաղանդները, ինքը քեն չի քշի, չի նեղանա մեզնից, վատություն չի անի մեզ, ոչինչ չի փոխվի իմ ու քո կյանքում Աստծո հետ հարաբերությունների մեջ, բայց ես ու դու հավատացեք, այդ չեկած օրը հաստատ կորցնելու ենք Աստծո զարմանալի յուրահատուկ ու անկրկնելի ներկայության ծանրության մեր բաժինը, որ այդ օրը մեզ է նախատեսված, ոնց որ այդ աղբոր վրա էր այդ օրը իջել։ Ու եթե ինքը չգնար այդ օրը եկեղեցի, մենք այսօր այդ վկայությունը չէինք ունենա, չէինք լսի։ Ու եթե չգնար, հաստատ իր կյանքում Աստծո հետ հարաբերությունների մեջ ոչինչ չէր փոխվի, բացարձակապես։ Բայց հենց եկավ եկեղեցի, հենց այդ եկեղեցու ներսում, եկեղեցու գալով ինքը ապրեց այդ յուրահատուկ փորձառությունը, որը նորից եմ ասում, ինքը ասել է գրեթե չի կրկնվել։ Եկեք կանգնենք հիմա Տիրոջ առջև։ Ու գիտակցենք, որ հիմա ես ու դու կանգնում ենք իր ներկայության մեջ։ Աստված այստեղ է հիմա իր խոսքի համաձայն։ Ու ես ու դու հիմա կարող ենք հավակնել, խնդրել ու ակնկալել, որ Աստված ամեն մեկիս հայտնի անի այդ իր զարմանալի ներկայությունը, այնպիսի յուրահատուկ, այնպիսի մտերմիկ, այնպիսի ամեն մեկիս հասկանալի լեզվով ու կերպով, որ ես ու դու այդ ներկայությունից հետո հոբի նման կարողանանք ասել, որ ես քո մասին ականջով լսել էի, բայց հիմա աչքս տեսնում է քեզ։ Մենք այդ ներկայության համար ենք այստեղ, մենք այդ ներկայության համար ենք գալիս եկեղեցի միասնական, որպես մեկ մարմին վայելելու համար, ոնց որ Աստված էլ գալիս է եկեղեցի մեր միասնական ներկայությունը վայելելու համար։